Շնորհակալ ենք Տիրոջից, Աստված օրհնի մեզ բոլորիս։ Մենք հավատում ենք, որ Տերը իր խոսքի համաձայն մեր մեջ ներկա է, հավատում ենք, թե ոչ։ Գիտեք, ինչպես առաջի դարում, հիմա էլ Տերը հենց այնպես ոչ միտեղ ներկա չեղավ։ Եկեք մտովի հիշենք, երբ որ Տեր Հիսուս երկրի վրա էր, եղբայրներ քույրեր, որտեղ որ գնաց, կատարվեց գործ, որտեղ որ գնաց, իր ողորմությունը երևաց, իր հրաշքները երևաց։ Անկամ մի բան ասեմ, հիշենք բոլորս միասին, գնաց միտեղ, որ իրան չընդունեցին, ձեռքը չթափ չտվեց ու թողեց գնաց։ Գրվածա թեկուզ իրան չընդունեցին, բայց քանիմը հիվանդներ բժշկեց եւ նոր այդ վայրից գնաց։ Տերը նույնն է երեք այսօր ու հավիտյան, թե ոչ։ Այո, Տերը այսօր եկել այս վայրի մեջ, որ կատարի բժշկություն, առաջ հոգևոր բժշկություն, ետքը ինչի՞ չէ, նաև մարմնավոր բժշկություն։ Եղբայրներ քույրեր, կարևոր միտք է, որ իմ ներսը դրել անհանգստություն, ես ուզում եմ մի փոքր փոխանցեմ կիսվեմ այդ ուղությամբ։ Ղուկաս ավետարան 22-րդ գլխից այդ համարը պետքա կարդամ։ Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 31 համարից կարդում եմ։ Եվ Տերը ասավ Սիմոն, Սիմոն, սա Պետրոսի մասին է, դուք հիշում եք։ Տերը ասավ Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խարբալե։ Այսինքն սա փորձություն է նշանակում, թե ոչ, հա։ Եղբայրներ քույրեր, այն ժամանակ կատարվել է դա եւ դրանով վերջացել է, ինչ եք մտածում։ Կարող է հակառակորդը սատանան արձակուրդ է գնացել, այլևս այդ ձևի բան չի անում։ Նա ամեն օր պատտվում է ում նման, կարող է հիշեք, ասում է մռնչող ինչի նման, առյուծի նման պատտվում է, որ եթե կարելի լինի մեկին ինչ անի, վնասի, ցավացնի, վիրավորի, ոչ, միանգամից կուլ տա, նրա նպատակը դա է, կոտրել իմ եւ քո հավատքը, կոտրել իմ եւ քո վստահությունը Տիրոջ վրա, բայց այսօր Աստծո զավակ լինելով, օրեցօր եկեք ասենք Տեր, իմ հավատքը ավելացրա, օրեցօր իմ հավատքը հաստատուն արա, որ քո խոսքը իմ կյանքի մեջ անխախտ լինի, այո եւ ամեն լինի, դրա կարիքը ես անձամբ ասում եմ ունեմ, եւ տեսեք ինչ կատարվեց, ասում է սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խարբալի, լսում եք, առաքյալներին ուզում է սատանան ցորենի պես խարբալի, հապա որքան մյուսների հանդեպ, 32 համարը կարդում եմ, բայց ես քեզի համար աղոթք արեցի, սա կարևոր աղոթք արել, եղբայրներ քույրեր, ոչ մի բան հենց այնպես չի գրված, Տեր Հիսուս Պետրոսի համար աղոթք արել, ոչ թե խնդրի առողջություն Պետրոսի համար, ոչ թե խնդրել է հաջողություն Պետրոսի համար, ոչ թե խնդրել է զորություն Պետրոսի համար, այլ ինչա խնդրել Պետրոսի համար, բայց ես քեզի համար աղոթք կրի, որպեսի քո հավատքդ չպակասի, շարունակությունը, եւ դու երբ որ դարձի գաս, քո եղբայրնելու տալ հաստատես, մի հատ ասենք փառք ես Տեր Աստված, եղբայրներ քույրեր, Պետրոսի հանդեպ անհանգստություն ունեցող Տեր Հիսուս այսօր ես հաստատ հավատում եմ, նույն ձևով անհանգստացած է իմ վրայով, անհանգստացած է բոլորիս վրայով, համաձայն եք թե չէ, եւ նրա նպատակ աղոթք անի, որպեսի իմ եւ քո հավատքը զորանա, կարևոր բան է քրիստոնյայի կյանքում, թե ոչ, հավատքի մարդու կյանքում հավատքով զորանալ, սա կարևոր եւ առաջնային բան է։ Կարդում եմ ես համար, որը գրված է Ղուկաս ավետարան 18-րդ գլխի 42 խոսքը պետքա հիմնականում նայենք, բայց մի խոսք վերևից եմ կարդում, դուք հիշում եք այս տեղը, սա կույրը, երբ որ ճանապարհի վրա մուրացկանություններ անում եւ լսեց, որ Տեր Հիսուս անցնում է այդ տեղով եւ ինչ կատարվեց։ Հարցատալի Տեր Հիսուս նրա աղաղակելուց հետո, որ ոչ մեկ չկարողացավ դեմ կենա, հարցատալի, ինչ կուզես, որ քեզի ընեմ։ Անիկա լսավ, Տեր, որ աչքերս բացվեն։ Ինչ եք մտածում, Տերը կարող էր ասել, թող աչքերդ բացվի եւ բացվեր, կարող էր թե ոչ։ Ամենակարող Տերը ամեն բան կարող էր։ Եղբայրներ քույրեր, բայց մի կարևոր հարցի շուրջ պիտի բժշկություն կատարվեր այս կույրի կյանքի մեջ։
Այսօր Աստված կարող է մեզ նոր ծնվածի նման դարձնել, կարող է թե ոչ, կարող է ձեր բոլորի ճնշումները կարգավորի, կարող է թե ոչ, միթե մարմին ստեղծողը մեզ լույս աշխարհ բերող չի կարող հենց հիմա ընենց անի, որ մեր ովքեր շաքար ունեն 5 լինի շաքարը, մի քիչ տենց հումորով եմ ասում, կարող է թե ոչ, նա ամենակարող է, նա ամենազոր է, բայց նա ուզում է իր հոգիով ներկա գտնվելով այս վայրի մեջ, նա ուզում է մի ավելի այս բոլորից կարևոր աշխատանք տանի, ուզում է բժշկի իմ ներսի անհավատությունը, ընդունենք թե ոչ եղբայրներ քույրեր, որ ես երևույթով չառաջնորդվեմ, հապա հավատքով առաջնորդվեմ, և չնայած, որ քույրին կարող էր ասել բժշկվի և նա բժշկվեր, բայց կարևոր մի բան տեղի ունեցավ, Հիսուսը սավանոր, թող բացվի և տեսնելով նրա ներս ասեց, քո հավատքդ քեզ բժշկեց, իսկույն անոր աչքերը բացվեցան, ասենք փառք ես Տեր, ու անոր ետևեն կերտար, և փառք կուտար Աստծուն, բոլոր ժողովուրդն ար տեսնելով զաստված կգովաբանեին, փառք Տիրոջը, ուրեմն կատարվեց հավատքի բժշկություն, որովհետև նա հետագայում հետևեց Աստծուն, եղբայրներ քույրեր, սա կարևոր բան է թե չէ, ես անցած օրը միտեղ էլ վկայեցի, որտեվ բաներ կա մեր կյանքում, որ ազդեցություն է թողնում, լինում է ձեր կյանքում առօրյայում, օրինակ ես թորնիկներիցս մեկը փոքրիկ է, էլի 2 տարեկան, երբ որ պետք է իջներ աստիճաններից, ես գնացի, որ իրան դիմավորեմ, այտենց որ հլը դեռ չէի մոտեցի ինքը հերվից, որ այդ ձևի եթե չկարողանայի բռնեմ, ինքը կընկներ ու վնաս կլիներ իրան, աստիճանների վերևից, որ ինձ տեսավ, այն ձևի գցվեց, ես մի կերպ բռնեցի, ու գիտեք ինչ միտք առա, տենց բաներ լինում է ձեր կյանքում, որ տեղի ունենա, հետո խորհես, հետո մտածես, հետո տենաս դրա մեջ առնելու բան ունեմ, սովորելու բան, ձեր հետ լինում է, թե մենակ իմ հետ է լինում, և գիտեք ինչ հասկացա, որ այդ փոքրիկը չմտածեց, կբռնի թե չէ, կարողա կանչի հետո փոշմանի, կարողա թռնեմ, բայց այդ գրկի մեջ չհայտնվեմ, նա չմտածեց այդ ձևի բան, Աստված հորդորը, Տեր Հիսուսի հորդորը, եթե դարձի չգաք և ումպես չլինեք, հլը կարող աղուշեք ինձ, այդ երեխաներ, ինչ երեխաների պես, կամակոր երեխաների պես, ինչ որ վատ բան անող ոչ երեխայի նման հավատք ունենալ, և ընդամենը 3 օր անց է, բայց իմ ներսը շրջանառվում է, անգամ իմ գիշերային աղոթքներին, քանի անգամ խնդրում եմ, ասում եմ Տեր, այդ փոքրիկ թորնիկիս հավատքից եմ ուզում, ուզենք թե չուզենք, ասեք, մյուս համար ուզում եմ կարդամ Ղուկաս 17-ի մեջ է գրված 19 համարը, տեսնենք ինչ է հորդորում Տիրոջը խոսքը, այդ ձևի բան տեղի ունեցավ, 10 բորոտներ կային, ովքեր մոտեցան Տեր Հիսուսին, և Տեր Հիսուս քանիսին բուժեց, հիշում եք, 10-ին էլ բուժեց, հիմա կատարվել է այդ ձևի բան, կարդում եմ 18 համարից, այս օտարազգի զատ ուրիշը չգտնվեցավ, որ դառնալով Աստծուն փառք տա, և 19 խոսք ասեց, ըսավ անոր, ելիր գնա, քո հավատքդ քեզի բժշկեց, երանի այսօր այս ձև ինձ ասած, Տերը այս վայրից հեռանամ, համաձայն եք թե չէ, եղբայրներ քույրեր, կարիք կա, որ մեր հավատքը ավելանա, ծովը փոթորիկ եղավ, ինչքան հրաշք էին տեսել, ինչքան բաներ էին տեսել, բայց տագնապել են այն աստիճան, այն էլ ուրիշները չէ, աշակերտները տագնապել են այն աստիճան, որ գնացել են, հանում են, քնած էր, հիշում եք նավի հետևի կողմը, պարկած քնած, և ինչ են ասում են, բա հոգդ չի վեր կաց, արդեն մենք խորտակվում ենք, արդեն վերջ էլ ճար չկա, էլ հնար չկա, բոլոր հնարքները արել էին, վեր կացավ, և ասեց, էդ ոնց է, որ դուք ինչ չունեք, հավատք չունեք, և սաստե ծովերը, հիմա ես գիտեմ կարող է, ոմանքը նստած, մտածում են այդ ձևի բան, ասում են, եղբայր ջան, լավ ես ասում, էդ ինձանից այնքան հեռու է, բայց աշակերտներին ինչ ասեց, հավատք ավելացրա մեր, Տեր Հիսուս, մեր հավատք ավելացրա, ասեց, ես ավելացնեմ, սարքեմ ժայռերի չափ, սարքեմ ծովերի չափ, ասեց, ինչպիսի հավատք ունենաք, եղբայրներ քույրեր, հələ ասեք, մանանեխի հատիճա, որ խոտեղեններից ամենափոքրն է, այսինքն վստահել Տիրոջը խոսքին, ապավինել Տիրոջը խոսքին, եթե ես և դու հավատքով չքայլենք, հավատքով չապրենք,
ապրենք, մի ուրիշ բանի հաշվին ենք ապրելու, մեր նյարդերի հաշվին, մեր էմոցիաների հաշվին, մեր զգացմունքների հաշվին, եւ դա մեզի սպառելու է, եղբայրներ, քույրեր, Տիրոջը խոսքը հորդորում է, հանդարտ կեցեք ու ճանաչեցեք, որ ես եմ Աստված, նա է մեր պահապանը, նա է մեր ասպարը, նա է մեր վահանը, որի համար ասում ենք փառք ես Տեր։ Ես ուզում եմ համար կարդամ զուգահեռ եւ պատրաստվենք աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Եբրայեցիս թղթի մեջ խորը բացվել առաքյալին եւ հորդորում է այդ ուղությամբ։ Եղբայրներ, քույրեր, սա կարևոր բան է։ Կանգնած էին կրակի առաջ, հիշում եք, կրակի առաջ Աստծո 3 օրհնյալ զավակներ, պատանիներ, երիտասարդներ, տարիքով դեռ կյանքը առջևում էր, բայց նրանց ներսը կար կատարյալ հավատք, հաստատ հավատք առ իրենց կենթանի Աստծուն։ Եվ ինչ ասեցին, հիշում եք, ասին թագավոր կարող է քո ձեռքից ազատել, թագավոր մեր Աստվածը կարող է նաև բորբոքված հնոցից ազատել, բայց սա դեռ այն կատարյալ հավատքը չի։ Ինչ ասեցին շարունակությունը, ապա թե ոչ քեզ հայտնի լինի, քո կուրքին մենք չենք երկրպագելու, ապա թե ոչ ինչ է նշանակում, եղբայրներ, քույրեր, հապա եթե թույլ տա, որ անգամ մենք կրակի մեջ ինչ անենք, այս սա հավատք է, այս սա կատարյալ հավատք է, այդ աղոթքը երանի դրվի մեր ներսը, որ ասենք Տեր, ուզում եմ այդ հավատքը, համաձայն եք թե չէ, բուժես չբուժես, իմ ապավենը դու ես, դավանի ներսդ, ինչ կլինի, հիմա այս աղոթք ենք անելու, դավանի քո ներսը, այս վիճակից հանես էլ չհանես էլ, իմ համար կյանք դնող Աստվածը դու ես, ինձ հավիտենական սիրող Աստվածը դու ես, ասենք մի հատ է փառք ես Տեր։ Կարդում եմ այդ տեղը եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Եբրայեցիս 11:1-ից կարդում եմ. Արդ հավատքը հուսացած բաներու հաստատությունն է ու չերևացած բաներու ապացույցը, այո, դիմացը ծովն է, հետևը զորքն է, ասեք ինչ ելք կա, ասենք չգիտենք պատմությունը, եկեք կարդացե հասել ենք այս տեղի վրա, իսկապես ինչ ճար կար, ինչ հնար կար, ինչ դուր կար, բոլորը փակվել էր, եղբայրներ, քույրեր, երանի մեր կյանքում էլ, բոլոր դռները ինչքան շուտ փակվի, այնքան օրհնյալ դուռը շուտ կբացվի, համաձայն եք թե չէ, ծովը դիմացը, զորքը հետևից, այլևս երևույթը ասում է, մահը հյուր եկավ, Աստված բերեց, որ կորսնցնի, բայց Աստված բերեց, որ Եգիպտոսից փրկի, թշնամուց փրկի եւ անհնարինը տեղի ունեցավ թե չէ, ասեք դուք ասեք, ում մտքով կանցնի կարմիր ծովը բացվի, հովը փչի, գետինը չորացնի, այդքան միլիոնավոր ժողովուրդը ծովի միջով անցնի, սա մարդու ուղեղից վեր բան է, ուրեմն անհնարինը հնարավոր դարձնողը ով է, մեր Աստվածն է, անկարելին կարելի դարձնողը ով է, մեր Աստվածն է, արդ հավատքը հուսացած բաներու հաստատությունն է ու չերևացած բաներու ապացույցը, հավատքով կիմանանք, թե աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ, հավատքով Աբել Կայենեն ավելի աղեկ զոհ մատուցանեց, հավատքով Ենովքի երկրե փոխադրվեցավ, 6-րդ համարը կարդում եմ, բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճոլալ, վասնզի ան որ Աստծուն կմոտենա, պետք է որ հավատա թե Աստված կա, եւ թե վարձահատույց կլանոնց, որ զինքը կփնտրեն։ Եղբայրներ, քույրեր, շարունակությունը շատ բան ասում, Նոյի մասին հավատքով, Մովսեսի մասին հավատքով ինչեր արեցին, ինչ իրավիճակներ փոխվեցին, հավատացողի համար անհնարին ոչինչ չկա։ Տեր Հիսուս ասեց, ամեն բան կարելի է անոր, որ ինչ է անում, որ հավատում է։ Ես չգիտեմ այս հորդորական խոսքը օգտակար եղավ թե ոչ, բայց ես այս լույսի տակ, այս հայլու տակ, ես տեսա իմ պակասը հավատքի մեջ, երբ որ իրավիճակը գալիս է, մեր վիճակը ի հայտ է գալի, Հոբի համար գրված է, շատերին հորդորել էր, տկարացած ծունկեր առիթ էր եղել, որ զորանա,
Շատերին հորդորել էր վիճակից դուրս են եկե, բայց հիմա բարեկամները գիտեք ինչ են ասում են հոբ, այս բանը քեզի պատահեցավ ու շփոթեցար, միթե Աստված պաշտությունը քո հույսը չի, այսինքն ուրիշին ասելուց, հələ մի հատ քննեք հիմա ձեր անձերը, շատ լավ բերաններս առողջ լիքը կարողանում ենք հորդորել, Աստված ամենակարողա քույրիկ ջան, մի նայի քո վիճակին, ինչքան ենք ասել մեկս մյուսին, բայց երբ որ գալիս է իրականությունը, տեսնում ես, որ կառույցը թույլ է, կառույցդ վեմի վրա չի, կառույցդ անխախտ չի, հիմա Տերը ուզում է դրսևանց բորոտները բժշկվեն ու գնան իրանց կյանքին, թե ուզում է իմ և քո ներսի հավատքը բժշկվի, կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ,